ուսուցչուի գյուղից։ Այ քեզ բան։ Դրա համար եմ այդքան վարձ տալիս վարժարանին, որ գյուղական ուսուցչուին տղայիս դասերը օգնի։ Ես ատում եմ ամեն ինչ գյուղի հետ է կապված։ Տիգրան, դու արդեն շատ ես խոսում ավելորդ բաներ։ Ես շատ լավ եմ հիշում ոնց էիր ուզում բաժանվեիր, թողնեիր ինձ։ Միայն հղիությունը փրկեց ինձ։ Ինչքան էլ որ իրեն վատ պահին արեկա, ես նրան եմ պարտական, որ այսօր ես տանն եմ ապրում։ Թե չէ մայրդ վաղուց հասած կլիներ իր նպատակին։ Հիմա արդեն ուշ է։ Ես եմ այս տանտիրուհին, ոչ թե պառավ մայրդ։ Ու ես եմ որոշում ով ինչ անի, ով մաքրի իմ տունը և ով շփվի իմ տղայի հետ։ Ինչ ա եղել Արսեն։ Ով ասում որ բան ա եղել։ Ձեռես առնում ա եղբեր։ Արդեն քանի օր է թողում ես շուտ գնում ես տուն, ոչ կարող եմ հետդ խոսամ, ոչ մի բան, ինչ ա եղել։ Իրա դու ոչ մի բան չեմ արել։ Գործեր եմ ունեցել գնացել եմ։ Իսկ եթե ավելի պարզ խոսանք։ Այսինքն ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ որ ես եկել էի քո հետ խոսալու են Հարգի։ Ոչ մի բան չի եղել։ Գնում եմ դասարան, հավես չունեմ։ Կանգնի բան եմ խոսում, ուր ես գնում։ Տիկո, նորից եմ ասում, ես ոչ մեկից չեմ խուսափում, առավել ևս քեզնից։ Բա ինչի՞ չես ուզում խոսանք այդ մասին, մենք երկուսս էլ գիտենք ինչն է դրա պատճառը։ Սպասի։ Ինչ չէիր ասել Աննայի մասին։ Ի՞նչ պետք է ասեի, կարաս բացատրես։ Արս որովհետև մենք միշտ իրար հետ կիսվել ենք, չես հասկանում, ինչի այս անգամ չասեցիր։ Չեմ հասկանում, ինչ ես խոսում։ Ой, Նվար ջան, ինչ լավ եկար, արի, արի նստի։ Բարի օր, Աննա ջան։ Բարի օր։ Այս մեջքս լավ ծխվել։ Դու են ասա, գնացիր, եկար, ինչ եղավ, ինչ արեցիր։ Հանոր եկա, Նվար ջան, ես արագ մի բան պատրաստեմ, մայրը խես դպրոցից գալու է։ Բայց ինչ ասեցին էդ ասա։ Չգիտեմ ինչ ասեմ։ Այնքան լարված մթնոլորտ էր, ինձ թվում էր հարցաքննության եմ գնացել։ Ճիշտ ամուսինը լավ մարդ էր, նենց հանգիստ, բայց Նվար չգիտեմ, կնոջ հետ կարող եմ լեզու գտնել, թե չէ։ Լսի անընդհատ հետևիցս խոսում էր, անընդհատ փնթփնթում էր, ուր գնում է հետևիցս գալիս էր։ Բայց ինչ ասեցին։ Դե ասեցին, որ առավոտյան գնամ, բայց չգիտեմ կգնամ, թե չէ։ Դե մի բան ասա, Նվարդ։ Ինչ ասեմ։ Պարզա, դու էլ գիտես, որ չեմ կարող։ Լսի, դրանց տուն այնքան ծանր էր օդը, որ դուրս եկա նոր հազիվ շնչեցի։ Լսի, ես չեմ հասկանում, այդ տան մթնոլորտը ահավոր էր, օդ չկար շնչելու, սիրտս կանգնում էր։ Հասկանում եմ քեզ, հասկանում եմ, դե, բայց վատ մարդիկ չեն։ Կինը ճիշտ է, մի քիչ ծանր բնավորություն ունի, բայց Տիգրանը շատ լավ մարդ է, ուղղակի ոսկի է։ Ճիշտ ասած չգիտեմ, ինձ մի տեսակ սիրտս կախ է գնամ, թե չէ, բայց որ ինձ աշխատանք է պետք։ Հալով, դե այդքան մի նեղվի։ Համել դու ուղղակի քո գործն ես անելու։ Էդ Լիլիան ամբողջ օրը սալոններից ու խանութներից դուրս չի գալիս։ Դե ճիշտ է, ես քիչ եմ եղել իրանց տանը, մենակ այդ հավաքույթների բանի խմորեղեն եմ պատրաստում, բայց դե քո գործն է, մեկ-մեկ գնալը մի բան է, ամեն օր գնալ գալը ուրիշ բան է, Հալա ջան, դու պիտի որոշես։ Նվարդ լսի, իսկ Տիգրանի մայրը ոնց որ իր մոր մասին խոսեց, խիստ կին է։ Ես քիչ եմ շփվել հետը, բայց
Հա, խիստ կին է, բայց դու ինչ կապ ունես, Ալջան։ Դու քո գործն ես անելու։ Մեկ էլ ոնց որ հասկացել եմ, հարսուս կեսուր մի քիչ իրար հետ լեզու չեն գտնում ոնց որ։ Լավ, ուզում եմ դուրս գամ, Աննայիս համար մի փոքրիկ նվեր առնեմ, 16 տարեկան դարավերը խեց նվեր չեմ արել, բայց ես քեզ մի բան պետք է խնդրեմ Նվար ջան։ Ասա Ալաջան։ Աննային ասեմ, որ այնտեղ էլ չեն ուզում, որ ինքը աշխատի։ Բայց ոնց ասեմ, ես էլ չեմ ուզում, որ ինքը գա, բայց… Չգիտեմ, մի բան մտածի, բայց ասա խնդրում եմ։ Լավ, վաղը կմտածեմ կասեմ։ Նվար տեսօր։ Հա, լավ, լավ։ Ոյ, Նվար ջան, չգիտեմ։ Ոյ, ես էլ գնամ Ալաջան, այսօր մեջքս շատ ա ցավում։ Գնամ 2 ժամ քնեմ, հետո վեր կենամ, մեկ լավ կոֆե խմեմ ու գնամ տղայիս տուն, թոռս ոնց որ հիվանդացել ա, գնամ տեսնեմ ինչ կա չկա։ Ես գնացի։ Մեկ էլ Ալաջան, եթե զգում ես, որ չես կարող այդ տանը աշխատես, ավելի լավ է չգնաս։ Չէ, Նվար ջան, կմտածեմ ինձ աշխատանքա պետք։ Տես Ալաջան, եթե չես կարող, ավելի լավ է չգնաս։ Ես գնացի։ Ինչ ես անում։ Կարդում եմ։ Ան։ Ասա։ Ինչ ա եղել։ Ժամը ազատ ենք, հետո հայաց լեզու կանենք, նրվել ձեր մի կարդա։ Ինչ անենք, չգնանք դուրս։ Գնանք։ Ինչ առնեմ Աննայիս համար։ Չգիտեմ, այնքան լավ բան կա, նայում եմ ուզում եմ ամեն ինչ առնեմ, բայց հիմա չեմ կարող, ինչ անեմ, 16 տարեկան, ոնց անցավ այսքան ժամանակ, այսքան տարի,